Ինչ վերաբերվում է Շանգրիլային, սիրելի հայրենակիցներ, ապա տարբերությունը շատ մեծ է սարերի ու ձորերի, օնլայն կազինոների եւ Շանգրիլաների, որտեղ օրինակ ասում եմ նույն ԴՀԿ-ի կլիենտը շատ հանգիստ կարող է գնալ եւ էլի գումարներ տանուլ տալ Շանգրիլայում, ամենափոքր գումարն անգամ իր գրպանը ունենալու դեպքում։ Բայց ասում եմ, չմոռանանք, թե ինչ ճակատագրեր են խեղվում եւ քանի այսպես ասած կյանք է խորտակվում, չէ՞ որ նաեւ այդ ընտանիքներին է մեծ վնաս հասցվում, ովքեր որ գնում եւ գումարներ են տանում տալիս այդ խաղատներում։ Ինչ վերաբերվում է օնլայն կազինոներին, ապա այնտեղ եւ տարիքային սահմանափակումների հետ կապված խնդիր կա եւ ԴՀԿ-ով անցնող քաղաքացին չի կարող որևէ կերպ գրանցվել եւ խաղալ օնլայն կազինոներում եւ այնտեղ արդեն ասացի տարիքային շեմի հարցը կա ու նաեւ հայտարարեց նույն Հայկ Սարգսյանը ազգային ժողովի պատգամավոր, թե օրինակ պետական համակարգի աշխատողները նշեց մեկ առ մեկ, ովքեր իրավունք չունեն գրանցվելու եւ օգտվելու այդ օնլայն կազինոներից, չնայած ժամ առաջ պետք է Հայաստանում փակվեն օնլայն կազինոները, առանձին այդ մասին մի օր մանրամասն, առավել մանրամասն կխոսեմ, թե չէ դրել եք Շանգրիլան, քարը քարի վրա դնել, այս ինչ են անում, լիցենզիան խլեցին, տարան, այսօր զրկել են այդ լիցենզիայից Շանգրիլա խաղատանը, մենք վաղը ունենք այդ գարանտիան, որ չի հայտնվելու մի հատ օրինակ Սիսակ Միսակյան եւ այդ լիցենզիան չի տրամադրվելու այդ Սիսակ Միսակյանին, հետո էլ հարցա թե ում բարեկամնա դուրս գալու, տվյալ օրինակ ասենք պայմանական մեր Սիսակը ում բարեկամնա լինելու, այդ լիցենզիան ում ձեռքում է հայտնվելու, կամ այդ որ ասենք չգիտեմ, ասում են ապօրինի հողատարածք էին տրամադրել, խնդրեմ Գագիկ Ծառուկյանին զրկեցին այդ ապօրինի հողատարածքներից, տեսեք իշխանությունը խոստացածի համաձայն ապօրինի կերպով հարստացած, չգիտեմ, գործարարին փորձում է դաշտ բերել, օրինականության դաշտ եւ այլն։ Նիկոլ Փաշինյան Գիրքը մարել է ինչ-որ, այսպես ոչ մի կրքոտ գործողություն եւ ոչ մի գիրք չենք տեսնում մենք այլևս Նիկոլ Փաշինյանի այսպես խոսակցության, տոնի, հայտարարությունների, այսպես չգիտեմ, գիրք չկա այլևս Նիկոլ Փաշինյանի տարածքում, բացակայում է գիրքը, ասենք օրինակ ընդդիմադիրների ճակատում, հա, տեսնում եմ, որ պակասել է, ընդհանրապես չկա այդ գիրքը Նիկոլ Փաշինյան, այս ինչ թոզ փչոցի է գնում, կամ որ ասում եք պետականացնելու ենք Արարատ ցեմենտը, քանի որ, չգիտեմ, Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատ ցեմենտը ապօրինի հողատարածքներ ձեռք բերելու հետ կապված խախտումներ են արձանագրել եւ այլն, Նիկոլ Փաշինյան, եթե իրականում գործընթաց պետք է դուք սկսեք կամ սկսեիք Արարատ ցեմենտի հետ կապված, դուք նախ որպես պետություն մի հատ ձերընկականներին հավաքում ես իրար գլուխ Նիկոլ Փաշինյան, համապատասխան մասնագետներին հանձնարարում եք ու մի հատ տեսնում եք, թե Արարատ ցեմենտի գործունեությամբ այդ գործունեության տարիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացին օրինակ ինչ վնասներ է կրել, որ մոնոպոլ դիրք զբաղեցնելով Արարատ ցեմենտի գործունեության պայմաններում օրինակ չենք կարողացել առավել էժան, առավել մատչելի գներով ցեմենտ ներմուծել Հայաստանի Հանրապետություն, դա կապ չունի որտեղից կներմուծվի։ Այդ մոնոպոլ դիրքերը զբաղեցրել է նույն Արարատ ցեմենտի դեմս Գագիկ Ծառուկյանին եւ մարդիկ այդ տարիների ընթացքում ինչ են արել, կոնկրետ կպել են Հայաստանի Հանրապետության քաղաքացու գրպանին եւ բիզնեսի մեջ ինչն է կարեւոր, որ մարդը կարողանա մրցունակ լինի, չէ՞, տվյալ ասենք բիզնեսմենը պետք է տվյալ բիզնեսը, որը որ ասենք գործում է, չգիտեմ, աշխատատեղեր է ստեղծում, կամ որ մատնանշում եք, ասում եք, բա աշխատատեղերի խնդիր են լուծել, բայց ինչի հաշվին են այդ աշխատատեղերի խնդիրը լուծել, իսկ միգուցե շատ ավելի շատ աշխատատեղեր կունենային, եթե ասում եմ մոնոպոլ դիրքեր չզբաղեցներ եւ մեծ վնասներ չհասցներ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, մեծ վնասներ հասցվել է շինարարությանը, շինարարը առավել թանկ, այսպես ասեմ, վճարել է այդ նույն ցեմենտի համար, քաղաքացին առավել թանկ գներով գնացել եւ օգտվել է Արարատ ցեմենտի արտադրանքից, օրինակ շինարարության մեջ կարևորագույն որպես շինանյութ օգտագործվող այդ տվյալ ապրանքի համար,
տվյալ կոնկրետ ապրանքի համար ինչքան է տուժել, ինչքան է վճարել Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ ինչ գերշահույթներ է օրինակ ստացել նույն Արարատ ցեմենտը։ Դուք դրանից խոսացեք, թե ինչ վնաս են հասցրել, դրել են միատեսնենք, հասկանանք թե ապօրին ինչ հողատարածք են ձեռք գցել ու դրանց այսպես ինչ-որ լոլո եք պատմում, ինչ-որ ջրի վրա մաղվում եք, տենց թոս փչելով, որ լիցենզիայից ենք զրկում, չգիտեմ այնտեղ ապօրինի հողատարածք կար վերցնում ենք, ուրջ եք ասում, դուք գնացեք նրա հետևից, թե իրականում տվյալ գործարանի գործունեության արդյունքում քաղաքացին ինչ վնասներ է կրել։ Ես չեմ ասում գնացեք մարդու տունը խլեք, դա շատ վատ բան է, ոչ էլ ծափահարում եմ եւ դա ուրախանալու բան չի, որ մարդու ստեղծածը կառուցած իր օջախը գնաք այդ մարդու ձեռքից վերցնեք, ոչ, բայց այն ինչը որ վերաբերում է հանրային շահին, այն ինչը որ վերաբերվում է հանրությանը վնաս տալուն, ինչի մասին մատնանշեցի, այդ արդեն մենք լրիվ ուրիշ բանի մասին ենք խոսում։ Ես չեմ ասում գնացեք այդ մարդու տունը խլեք։ Այն ինչ վերաբերվում է պետական չինովնիկներին, որ պետության հաշվին միլիոնատեր են դարձել, այդ թվում նաև ներկայիս պետական չինովնիկներին։ Փաշինյան Նիկոլ, ոչ միայն նախկինների, նաև ներկաների։ Մի հատ այդ քո ներկաների առանձնատների հետևից էլ գնա, բա դրանք էլ գնա դարձրու մանկատուն, ծերանոց, չգիտեմ, ժամանցային կենտրոն, ծերերի եւ մանուկների համար օրինակ։ Գնա վերցրե քո իշխանականների ձեռքից եւ դարձրու ծերանոց։ Բա ի՞նչ ես գնում դրանց հետքերով էլ։ Նիկոլ Փաշինյան, Հովիկ Աբրահամյանի առանձնատունը ինձնից հետաքրքիր է հիմա ումա պատկանում։ Այդ մանումենտի այգին, որ դրեցին, փրկեցին առանձնատները, այդ որ ասում եմ բանակի գումարներն էիք ման գալիս որտեղ է, այդ մանումենտի առանձնատներում մեր բանակի փողերն է լցրած։ Բաղմանյան Հայկազի առանձնատունը ուզում եմ հասկանալ, կարող է պապուց կտակա նվեր ստացել Բաղմանյան Հայկազը, կամ այդ բոլոր չինովնիկները, կլինի Կարեն Կարապետյանը նախկին վարչապետ, կլինեք այդ նախկին իշխանականները, Պեկի Գագիկ Խաչատրյանները, մի հատ էլ որ ասում է, այդ մարդկանցից պետությունը այդքան գումար է տարել։ Տո ձեզանից դուք ինչքան տարել եք այս պետությունից ու այս ժողովրդից, դուք պետք է այդ ամեն ինչը հետ բերեք ու տեղը դնեք, մեկ առ մեկ։ Բայց Նիկոլը ընտրությունից ընտրություն է ինչ-որ հիշում այդ մասին։ Նիկոլ, գիրքդ որտեղ ես կորցրել։ Այն ժամանակ դուխով գլխարկով եկար, այն ժամանակ դրեցի գլխիդ այդ դուխով գլխարկը, եկար դուխով ասիր քյաբապ հետ եմ բերելու։ Հա, հետ եք բերել, հասկանում ենք մի քանի կոպեկ ու հիմա ինչ-որ գիրք էիր ցուցադրում, տենց կրքոտ ելույթներ էիր ունենում, Փաշինյան Նիկոլ, ասում էիր, որ եկա տեսեք այս անգամ ինչ եմ անելու, ինչ եք անում։ Իշխան Զաքարյանի հետ ասում է գլխավոր դատախազությունը եկավ համաձայնության, $1 միլիոն կվճարի կգնատուն, վերջացավ ասում է թեման, բա պատասխանատվություն չկա այդ ամեն ինչի համար։ Այսինքն լավ է, Հովիկ Աբրահամյաններ, Իշխան Զաքարյաններ, Պեկի Գագիկ Խաչատրյաններ, Հովիկ Հովսեփյաններ, որ Դուբայում գնացել Վասմի ու գոլնիկները խփած մանա գալի, ասում է ես լավ տղա եմ, դուք չեք իմացել, արա, ես ինչ պաշտոնի ասում է, Վասմիները վրա խփած մանա գալի, Հովիկ Հովսեփյանը, Սերժ Սարգսյան իշխանության օրոք, որ վերահսկողական ծառայության պետներ, նախկին պաշտոնյան Դուբայում գողական է գնում ինքը, բա չեք իմացել ժողովուրդ ջան, մանել եմ ուզում հասկանամ, թե այդ Վասմիներ խփած Այս մեր գողականը, այդ լավ տղեն, այդ ինչի համար է տարել $800,000 դոլարանոց ժամացույց նվիրել ինչ-որ մեկին Դուբայում, հա Հովիկ Հովսեփյան, խերը լի այդ ինչի համար է կտենց գրեֆ արել $800,000 դոլարանոց ժամացույց ըստ շրջանառվող լուրերի, այն որ մի քանի սամալոտ Հայաստանից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տարբեր շերտերի թռցրեցին Էմիրատներ, որ հարսանիքան էին, դե մարդը հետախուզման մեջ է Դուբայում գողական է աշխատում նախկին պաշտոնյան, բա սրանց տարածը լավ, ջրվեց, գնաց, մոռացվեց Նիկոլ Փաշինյան։ Փաշինյան Նիկոլ, ուզում եմ հասկանամ, բացի Գագիկ Ծառուկյանիցս ուրիշ մարդ չկա, որ տեսադաշտում երևա, չնայած ասում եմ, Գագիկ Ծառուկյանի
Թիմդել ժամանակին Բարգավաճ Հայաստանը զբաղեցրել է պորտֆելներ, այո, մասնակցել են պետական կառավարման գործընթացին եւ այն հատվածով, որտեղ որ Գագիկ Ծառուկյանը, այո, ունի մեղք գործած, բնականաբար այդ ամեն ինչի հետքերով էլ պիտի գնաս, թե չէ ջրի վրա մաղվում եք, զրկում ենք լիցենզիայից, ապօրինի հողատարածք ենք վերցնում, բան, այդտեղ կադրերում կարող է Խաչատուր Սուքիասյանը մարդ ես էլի գնում գալիս է այդ կադրերում, Նիկոլ Փաշինյան, հիմա ո՞նց հասկանանք։ Իմիջ այլոց, այն որ Խաչատուր Սուքիասյանն էլ իր հարցազրույցներից մեկում ասում է, չեք հիշում, ասում է, նախկին իշխանությունների օրոք ինչ էին անում, կացինով էին խլում նախկին իշխանությունները։ Պարոն Սուքիասյան, այո, ես չեմ թաքցնում, ես միշտ եմ ասել, որ դուք բավականին գրագետ տնտեսագետ եք, ոչ մեկ չի կարող ասել եւ մատնանշել, որ Խաչատուր Սուքիասյանը անգրագետ տնտեսագետ է։ Ամեն ինչով անցել եք, տարբեր իրավիճակների մեջ եղել եք եւ այո, նախկին իշխանությունների օրոք ռեպրեսիաների ենթարկվել եք։ Ձեր դեմ մենք գիտենք ինչ են արել, ոնց են փորձել տանել, իրենցով անել եւ այլն։ Այդ ամեն ինչից տեղյակ ենք, պետք է անվանական հաջորդ անգամ առավել մանրամասն կասեմ։ Կեսարին ասում։ Ես ուզում եմ այստեղ հարցնեմ նույն Խաչատուր Սուքիասյանին, բա Սամվել Կարապետյանի հեծի պարագայում ուզում եմ հասկանամ, այդ դեպքում ինչ արեց իշխանությունը, արդյոք դրուժբայով չվերցրեց ու այսպես չտարավ հեծը։ Չնայած մի կողմից ստրատեգիական նշանակության կառույց, որպես այդպիսին շատ լավ է, որ պետք է իրականում պետության ղեկավարման ներքո լինի, այդ շատ լավ է, բայց այստեղ գործիքակազմը, գործելավոճը, պետության այս հռետորաբանությունը էլի պետք է հասկանանք, ինչ մեխանիզմներով, ինչ ճանապարհներով պետք է հասնել դրան, տենց դրուժբայով կտրել, վերցնել, տանել, թե օրինական ճանապարհով բերել հասցնել նրան, որ օրինական հիմքերը դնենք տակը եւ էլի հարց չկա։ Հեծը այո վերադարձնենք մեր պետությանը։ Ուղղակի եթե մենք խոսում ենք գործելավոճի մասին, տարբերություններ, ոչ թե տարբերություններ պետք է դնենք կամ հավասարության նշան, այլ մի հատ պետք է հասկանանք, թե ոնց է այս իշխանությունը տես դրուժբայով դնում ու կտրում։ Մենք նաեւ Էս էլ եկեք չմոռանանք այս ամեն ինչի համատեքստում։ Հիմա վերադառնալով Գագիկ Ծառուկյանի զադնիչը դնող եւ կրկոտ Նիկոլ Փաշինյանին, ամփոփելով ասելիքս, եւս մեկ անգամ կրկնում եմ եւ պահանջում եմ, որ Նիկոլ Փաշինյանը անցնի կոնկրետ հստակ քայլերի եւ գործողությունների։ Ես ընդդիմությունից այլևս սպասելիքներ չունեմ։ Ընդդիմությունը շարունակելու է հիասթափեցնել իր ընտրազանգվածին եւ ես կարծում եմ, որ դուք եթե վստահ լինեիք, որ դուք կկարողանայիք գոնե ձեզ ձայն տված այդ ընտրողների գոնե ասում եմ 10%-ին հրավիրեիք Ազատության հրապարակ կամ Հանրապետության հրապարակ եւ իրականում կարող էիք պայքար տանել, արտախորհրդարանական պայքար տանել եւ հաջողության հասնել, գրեթե վստահ եմ, որ դուք կգնայիք այդ պայքարի այդ ճանապարհով, բայց քանի որ դուք վստահ չեք ուրեմն, որ կհասնեք հաջողության, վստահ չեք, թե ինչ կունենաք հետագա այդ պայքարի արդյունքում դուք ինչ կունենաք, ինչի կհասնեք, այդ իսկ պատճառով դուք ընտրել եք ամենակոմֆորտ, ամենահարմար, ամենափափուկ տարբերակը գնալ տեղավորվել ազգային ժողովում, վերցնել այդ մանդատները ու ոնց որ արդեն ասացի, դառնալ ազգային ժողովի բուֆետի կլիենտ։ Իսկ նույն իշխանությունն էլ արդեն այն աստիճանի եք դուք զրոյացրել ձեր ընդդիմադիրի այդ վարկանիշը, որ Փաշինյան Նիկոլը ղժում է ազգային ժողովից, Փաշինյան Նիկոլի ձեռքերը քոր են գալիս, ասում է Արա, բա ես մի հատ ընդդիմություն չլինեի, վերկենայի միտինգ անեի, տենային միտինգ անելը ոնց է լինում։ Այ դուք հասցրեցիք այդ իրավիճակին, այն դեպքում, երբ որ ասում եմ ընտրությունների գիշերը, հունիսի 7-ի գիշերը, այդ տրամադրությունները, այդ ընտրողների նաև հոգեբանական վիճակը, այդ սպասումները բոլորովին այլ էին եւ մարդկանց ասում եմ չկարողացաք այդ երակը տակ պահել ընտրազանգվածի եւ գոնե ձեր տված խոստումների ինչ ասեմ 0.1%-ը գործողությունների տեսքով
կյանքի կոչել։ Դուք խաբեցիք հերթական անգամ ձեր ընտրազանգվածին, սա փաստ է, դուք հերթական անգամ հեքիաթներ պատմեցիք, հերթական անգամ մարդկանց հույսով արեցիք եւ մարդկանց սպասումները, այդ թվում նաեւ իմ սպասումները որպես ընդդիմությանը ձայն տվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու, ուղղակի դուք ջուրը լցրեցիք։ Եվ ասում եմ, այն ընդդիմությունը, որ կգնա եւ Նիկոլի մոտ ընդդիմություն կաշխատի, ձեզանից լավ Նիկոլի ջրաղացին ջուր լցնողների, ես այլևս ձեզանից բացի որևէ մեկին չեմ կարող մատնանշել։ Իսկ դու Նիկոլ Փաշինյան գտիր եւ վերադարձու ետ բեր նախընտրական քարոզարշավի ժամանակ այդ գիրքը, որ կար քո մեջ եռում էր Փաշինյան Նիկոլ, գնա գտիր եւ ետ բեր այդ գիրքը եւ գնա քո այդ հայտարարությունների ետևից Փաշինյան Նիկոլ, Ծառուկյան Գագիկը սա մեղավոր, գնա Ծառուկյանի ետևից, արդեն ասեցի անուններ, Հովիկ Աբրահամյանն է մեղավոր, գնա Աբրահամյանի հետևից, ամեն անգամ նախընտրականից նախընտրական քյաբաբար քյաբաբ, կչոքացնեմ, կտզսնեմ, իրար չոքսնում եք, կզսնում եք, վերջում կուլիսներից են կոմ ձեռք եք սեղմում, պայմանավորվում եք, հետո արդեն ջան ջիգարով տեղափոխվում եք ազգային ժողով ու հերթական թատրոնը շարունակում եք ազգային ժողովում։ Երկու կողմդ էլ էս են դեպքն է, որ ասում է երկուսդ էլ ճիշտ եք, երկու կողմդ էլ ճիշտ եք, երկու կողմդ էլ մտածում եք, ոնց լավ խաբեք, ոնց լավ թոս փչեք, ինչ կռուտի տանեք, ու այդ կռուտիտի հաշվին երկարացնեք ձեր քաղաքական շունչը։ Ասում եմ, երկու կողմդ էլ ճիշտ եք, երկու կողմիդ ընտրազանգվածն էլ այս անգամ հիասթափվելու է վերջնականապես, այդ թվում նաև Նիկոլ ընտրողները եւ ընդդիմությանը ձայն տվողները հիասթափվելու են վերջնականապես եւ մարդիկ են, որ մի հատ հույս ունեին, որ կարող է ընտրությունների միջոցով, ընտրությունների ճանապարհով հասնեին որևէ հանգրվանի, այդ մարդկանց սպասումները, ասում եմ, փոշիացման ճանապարհով են գնում եւ գնալու են։ Եվ այլևս որևէ ակնկալիք ես չունեմ մեր ընդդիմադիր դաշտից։ Դուք իրար արժանի եք, դուք Նիկոլին արժանի ընդդիմությունն եք, Նիկոլն էլ ձեզ արժանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձա։ Սամվել Կարապետյան, տղավարի ասում էիք, որ չեք աշխատելու ընդդիմություն, Ռոբերտ Քոչարյան, ասում էիք, որ կանեք հեղափոխություն, ասում էիք զատնի չեք դնելու, չէ Գագիկ Ծառուկյան, որ ամեն ինչից վեր եք դասելու ձեր ընտրողների ձայները, ձեր խոստումները, որ փողոցները կհեղեղվեն մարդկանցով, ձեր ընկականներն էին հայտարարում, հոսուր բան չենք ասում, բա հիմա ինչ ես զատնի դնում, հա Գագիկ Ծառուկյան ջան, ուզում եմ իմանամ, թագավորն ապրած կենա, առուց արքա, ինչ ես հիմա զատնի դնում, ընկեր ջան, բա Սամվել Կարապետյան, դու ինչ ես հիմա ընդհատակում, գիտես խե ես ընդհատակում, այ որտեն նախորդ ընտրությունների ժամանակ Ծառուկյանից թևը մտած զատնի չանեիք, հիմա այսօրին միգուցե այս ազգը չէր հասնի, միշտ էլ մեկիդ ոտքը են, որ ասում է մեկիդ պոչը մեկի ոտքի տակ է, դուք իրար հետ նենց եք շահ կապված մի օղակի մեջ, շատ տարբեր իրավիճակներով պայմանավորված, ձեր վրա այնքան բազար կա, ձեր վրա այնքան թեմա կա իրականում, եւ նախկին իշխանությունների, եւ նախկին նախագահների, եւ բազում այլ իրավիճակներով պայմանավորված, որ դուք ձեր այդ բոլոր ընդդիմադիրներով միասին չկարողացաք ճութ անել եւ չկարողացաք կռել, ինչպես ասում են։ Բազում պատճառներ կան, դեռ այդ մասին կխոսեմ, Նիկոլ Փաշինյան, ինչ վերաբերվում է նաև Դուբայներում, Մոսկվաներում այդ թռածներին, այդ վասմիներով ֆրֆրացողներին, եթե Ինտերպոլի տեղը չգիտես Նիկոլ Փաշինյան, ես Ինտերպոլի հետ բավականին ջերմագին կապեր ունեմ, կարող եմ բարեխոսել, տեղերը հուշել, մատնանշել եւ աջակցել հայրենի իրավապահներին, թե ինչպես Ինտերպոլի միջոցով մենք վերադարձնենք այդ բյուջեն եւ երկիրը թալանած այդ հրեշավոր բորենիներին, այդ որ գնացել այդ արաբական նժույգներով տենց բանը մարդամեջ եք դուրս գալիս, տենց վասմիները խփում եք, ասում եք մենք լավ տղա ենք քուչայճած,
որ կարողանաք ակաժներից բռնեք ու բերեք այդ գումարները բյուջե մտցնեք։ Ոչ թե ով ոնց ուզի թալանի, ով ոնց ուզի այս երկիրը որփի գլխի նման, ոնց որ սպարապետներ ասում, խուզի Հայաստանը ու վերջում որը էշով, որը չգիտեմ ջորիով փախնի լքի Հայաստանի Հանրապետության սահմանը։ Այդ ոնց եղավ Փաշինյան Նիկոլ իմիջայրով, որ Քոչարյանին, Էդուարդ Ծառուկյանին ոնց եղավ, որ կարողացար տեղում են, որ ասում բնում խեղտեցիք, չթողեցիք սահմանը հատեն, իրավապահները արթուն աշխատում էին, բայց նույն իրավապահները ուխտի ականջում քնած էին, են որ բնապահպանության նախարարներ կային են, Բուլկի Արամներ, Ուզունյաններ, դատավորներ, են որ ճամպրուկների մեջ էլ ըստ լուրերի շրջանառվող զենքը մեջը ասենք լքում են Հայաստանի Հանրապետության տարածքը, բայց ժամանակ մեր իրավապահները ինչի էին ուխտի ականջում քնել, Նիկոլ Փաշինյան։ Այս հարցերին է չմոռանաք պատասխանեք, գտեք վերադարձրեք ձեր կիրքը, Փաշինյան Նիկոլ, կրքոտ Փաշինյան, գնացեք սեքսոտների և զատնի դնողների ձեր ասած այդ ապօրինությունների ետևից, հիմա տենանք հաջորդ ռաունդը ինչա տեղի ունենալու սեքսոտների, զատնի դնող չդնողների և արդեն ասեցի կրքոտների ճամբարներում։